Այսօր մեզ միացել միջազգային եկե Դավիթ Կարապետյանը, բարև ձեզ։ Դավիթ։ Բերեք հենց սկզբից առանցքայինը քննարկենք։ Հայ-ռուսական լարվածությունը ժամանակավոր է թե խորացող։ Կարող է եւ ժամանակավոր բնույթ լինի եւ կարող է շատ հարցը կիսատ առհասարակ որ կա շատ լուրջ ջրբաժան հարաբերություններում խորացող ջրբաժան, այդ դա փաստ է եւ օրեցօր գնում է ու կուլմինացիան ըստիս մենք կտեսնենք ընտրությունների օրը։ Ինչու՞ չէ նաեւ ընտրություններից հետո նաեւ նայած ինչպիսի վերջնարդյունք կունենանք այստեղ։ Հասկանալի է, որ ցայտնոդի երևույթներ կլինեն, քենապահություն կլինի, որոշակի լարված միջավայրը արդեն իսկ կա, դրան կնպաստի ել ավելի այսպես կրակին, բան լցնելը, բենզին լցնելը, որտեվ երկկողմ հարաբերություններում ինչ խոսք կա լուրջ ճգնաժամ, ու այդ ճգնաժամը հիմա նոր թափ է ստանում, ընդ որում, գիտեք, կառավարելի է առհասարակ։ Կառավարելի ճգնաժամ է, նման ճգնաժամեր ունեցել է Ռուսաստանի Դաշնությունը Ադրբեջանի հետ, նույն գյուղմթերքի արգելք, հիշում եք, հայտնի դեպքեր անցած տարվա, բայց դա տևեց մոտ չբոլորեց մեկ ամիսը։ Հիմա համենայն դեպս հասկանալի է, որ ներքաղաքական կյանքը իրենց համար շատ կարևոր է Հայաստանի Հանրապետությունում, հետևաբար նայած ինչպիսի Ադրբեջանը կորցրել են, Վրաստանը կորցրել են, հիմա կարող է կորցնել։ Դե հերթը Հայաստանի Հանրապետությունն է ստացվում, Հարավային Կովկասում միակ հանգրվան է, այսպես ասած, եւ միակ օթյագը, որը որ կար, որը որ վստահելի է։ Թողտեր լինեին հանգրվանին, էլի ոնց որ պահանջում։ Դե դա արծի մյուս կողմն է, հա։ Հարցը կարևոր կողմն է։ Շատ կարևոր կողմն է։ Լավ, մի քանի օրվա մեջ մի քանի օրվա տարբերությամբ երկու հեռախոսազրույց Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ Հայաստանի վարչապետի։ Դա էլ է խոսում այս լարվածությունը։ Դե հաշվի առնենք, որ մեկը ծնունդի շնորհավորանքեր ուղերձին հետ համատեղ պարզ առիթ էր ուղղակի ծնունդը շնորհավորել, այսօր էլ վարչապետը իր խոսքի մեջ ասեց, որ կնջռոտ հարցեր կան, բայց ես ավելի քան վստահ եղեք հարգելի ժողովուրդ, որ ես դրանք լուծող եմ։ Ամենայնպես ինքնավստահ այսպես հարդարեց, դա հարցը էլի մյուս կողմն է, թե արդյոք կլուծի, թե ավելի կբարդացնի միջպետական հարաբերությունները, բայց երբ վերջին իրադարձությունները Կրեմլյան հանդիպումից հետո տեսնում ենք եւ Ղազախստանի դեպքերը ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջաններում, հասկանում ենք, որ այն մոդեցումը, որը որ ինչ որտեղ հանդուրժողական այսպես դրսևորում էր, այլ այս պահին ավելի կտրուկ ուլտիմատումային է։ Ես ավելի քան վստահ եմ, որ անգամ այն որոշումը, որ կայացավ Ղազախստանում, իդեմս այն որոշման, որ 2026 թվականի դեկտեմբերին հաջորդ գագաթնաժողովի ժամանակ նոր կորոշեն Հայաստանի ԵԱՏՄ մնալ չմնալու հարցը, ընդ որում այստեղ եւս մի հատ խնդիր կա։ Ձևակերպումը ինքնին սխալ է, որովհետև նման կառույցը իր կանոնադրության մեջ չունի Հայաստանին անգամ կոնսենսուսի արդյունքում ներքին քվեի միջոցով դուրս հանելու որևէ ռեժիմ ու մեխանիզմ, այստեղ միակ ելքը, երբ որ երկիրը ինքնակամ է հրաժարվում դուրս գալիս եւ այս մասով ավելի շատ պետք է քաղաքական ճնշումներ բանեցնեն, որ Հայաստանը ինքնակամ դուրս գա ու իրենք այստեղ նույն խոսույթով են հանդես գալիս, ինչպես որ անցած տարի հայերս։ Ну, գործող իշխանություններ ասում են։ Վարունգ, Լոլիկ, Ծիրան, բացի դրանից, չէ, այստեղ ուրիշ մի հատ քաղաքական երանգ կա, նուրբ երանգ կա։ Իրենք խոսում են այնպես, ինչպես մենք ենք ժամանակին արձագանքել։ Հապկի մասով հիշում եք հայտնի հայտարարությունը, որ ասում էր մենք սառեցնում ենք մեր հարաբերությունները, ընդ որում որ քաղաքական նման կարգավիճակ ստատուս գոյություն չի կամ դուրս ես գալի կամ մնում ես։ Հիմա իրենք էլ ասում են, դե որ այդպես է, մենք էլ չենք կարող ձեզ դուրս հանել։ Մենք էլ կսառեցնենք մեր հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակներում։ Ով է դուժելու հայկական տնտեսությունը, հայկական գյուղմթերը, բայց այդտեղ էլ ուրիշ պատկերի առաջ է։ Միայն հայկական տնտեսությունը չի դուժում։ Նախ մի հարց, որ երբեք այս կոնտեքստում չի շրջանառվում, չի խոսում, դա այն է։ Մենք ԵԱՏՄ-ում մեր կամքով ենք հայտնվել, թե պարտադրել են։ Դե գիտեք, ընդհանրապես մեկ գիշերվա քաղաքականություններ։ Պարտադրել են, այսինքն։ Եթե ամբողջ ուղեգիծը քաղաքական գնում էր Եվրոմիություն, ասոցացում էր, հա, եվրոպական հարևանության այն ժամանակ ավելի առարկայական էր։ Ավելի առարկայ եմ ասում, ու մի գիշերում հիշում եք, ամբողջ վեկտորը փոխվեց ու այդ նույն տրամը։ Հիմա հասկանալի է, որ ընդ որում ասեմ, գործող իշխանություններն է իդեմս վարչապետ Փաշինյանի հասկանում է, որ կտրուկ փոփոխությունների իրենք չեն կարող գնալ։ Նախ մենք որովհետև Եվրոմիությունը հստակ իր ուղերձում չկա որևիցե կետ, որ
անգամ շանս որպես մենք դիտարկենք։ Այսինքն Ռուսաստանը ասում է կամ մենք մեր քաղաքական մոնոպոլիան պահպանում ենք այստեղ, կամ ընդհանրապես ավելի դիվանագիտական պարամետրերով է դա ասում։ Այսինքն Ռուսաստանի հետ ցիվիլ երկկողմանի հարաբերություններ պահպանել հնարավոր չէ։ Իրենք բերում կապում են էլի ԵԱՏՄ շրջանակներ, միջպետական հարաբերությունները երկրորդում են։ ԵԱՏՄ ասում ենք հասկանում ենք, չէ՞։ Հասկանում ենք։ Տեսեք, իրանք ինչ են անում։ Այ ես ասեցի միտքս չավարտեցի։ Այստեղ շատ կարևոր բան կար։ Պաշտոնապես տեսեք իրենք ինչ դիվանագիտական լյուֆտ են ապահովել իրենց համար։ Իրենք ասում են հաջորդ կակատնաժողովին դեկտեմբերին հստակություն պետք է լինի, այսինքն տպավորություն է, որ Հայաստանը ընտրվել է մինչև դեկտեմբեր ժամանակ ու Հայաստանը պետք է կողմնորոշվի։ Եթե չկողմնորոշվի, իրենք որոշում կկայացնեն։ Բայց այստեղ ուրիշ բան կա։ Իրենց համար ինձանից ավելի լավ դուք գիտեք, որ Բրյուսելում էլ գիտեն, որ Հայաստանը Եվրամիության անդամ չի դառնա ոչ այս առաջիկա առավել Մոսկվայում էլ գիտեն, որ չի։ Առավել եւս, չէ, ես իմ ասածին նրբերանգը ինչու՞մ է։ Իրենք այդ տալիս են, որպեսզի ցույց չտան, որ իրենք ճնշում են, բանեցնում, ուլտիմատում են կիրառում։ Բայց ես ավելի քան վստահ եմ, որ նրանք այդ ամեն ինչը պայմանավորեցնում են ամսի 7-ի ընտրություններով։ Իրենց համար չափանիշը լինում է իրերը կոչենք իրենց անունները։ Հաստատի իրենք սպասում են։ Ոչ մի ԵԱՏՄ խնդիր էլ չկա, կա նախընտրական շահագրգռվածություն։ Դե անկեղծ մարդիկ ասել են իրենց նախընտրելի տարբերակը որն է։ Չնայած այդ մասով հանուն արտահայտության ասենք Միացյալ Նահանգներն է իրենց տարբերակն են առաջարկել ցանկալի կանդիդատի։ Հիմա այդ մասով բան չկա։ Խնդիրը այն է, որ տեսեք, ել եմ ասում, դիվանագիտական շատ հետաքրքիր մեխանիզմ են կիրառում իրենց ալիբին ապահովելու համար, որ տեսեք ճնշում չի բանեցվում, բայց իրենց համար ամսի 7-ն է իրենց համար այդ ցուցիչը, ոչ թե դեկտեմբեր։ Այդ դիվանագիտական ամբողջ այդ կոնյունկտուրայի մեջ իրենք այդպես են ձևակերպում, որ մենք սպասում ենք ձեր արձագանքի, բայց տեսեք, մենք չենք ուզում դուք դուրս գաք։ Հայտնի 4 երկրների ղեկավարների հայտարարություն համատեղ, գիտեք։ Հիմա այս մասով հասկանալի է, որ նրանք սպասում են, թե ինչ ներքաղաքական զարգացումներ ու կուլմինացիա տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում։ Իրենք հիմա դրա սպասելիքով են։ Իրենք հիմա ուշ-ուշով հետևում են հենց այդ վերջնարդյունքին ինչա լինել։ Այսինքն, երբ Հայաստանի պաշտոնյաները վերջին անգամ Մհեր Գրիգորյանը Աստանայում ասաց, որ Հայաստանի արտաքին օրակարգում այդպիսի խնդիր չկա ԵԱՏՄ-ից դուրս գալու, միևնույն է, դա Մոսկվային չի հետաքրքրում։ Դա իրենց չի է, ոչ թե չի հետաքրքրում, իրենք ուրիշ բան են ասում են եղբայր, մեծ շտաբ պատասխան է պետք։ Այնպես չի, որ դուք հիմա կոմֆորտ եք, ձեր համար լավ է։ Շտաբ հանրաքվե է պետք, ոչ թե պատասխան։ Չէ, դե իրենք էլ դա առաջարկ ընդորում ռուսական կողմինն էր, հիշում եք, էլի ասում էր չմիջամտելով ձեր ներքին գործերին, բայց լավ առաջարկ անում, թե եկեք դուք ձեր ժողովրդով ընտրեք։ Կարելի էր այդ նույնը 2013-ին էլ անել, ինչ։ Միանշանակ, այդ ժամանակ նման առաջարկ չեղավ։ Ու հայտնի գիտեք, հետկուլիսային դռներից այն կողմ ինչ գիշերային այդ որոշումն էր հայտնի։ Այստեղ չէ, խնդիրը այն է դրված, որ իրենք ռեալ նայում են, որ ամսի 7-ը իրենց համար պետք է ցուցիչ լինի։ Ես ավելի քան վստահ եմ, որ սլակները այդ օրվանից շեղվելու են լրիվ այլ ուղղությամբ, ճնշում, ավելի ճնշում, դեմպինգ, տնտեսական խնդիրների ստեղծել, հա, առևտրաշրջանառության դեմպինգ եւ այլ ու հազար ու մի տեսակ բան են կիրառելու։ Հա, եթե ընտրությունների արդյունքները չի համապատասխանի Մոսկվայի քիմքին, հա։ Եթե իրեն սրտով չլինի, այո։ Հա։ Եթե սրտով լինի, ոչինչ էլ չի եղել։ Ընդհակառակը ցույց կտան, որ զարգ են տալիս երկկողմ հարաբերություններին, ավելի կջերմացնեն հարաբերությունները, այդ նման արհեստական ոչ արհեստական խնդիրներ կվերացնեն, առևտրաշրջանառությունը բնականon հունի մեջ կընկնի, այդ էլ կկապեն, որ եկել է մի իշխանություն, որը Ռուսաստանի Դաշնության հետ բարեդրացիական, եղբայրական հարաբերությունների համատեքստում նոր շփումներ, նոր դիվանագիտական հարաբերությունների մեկնարկ է տվել, հետեւաբար զրո պրոբլեմ նոր իշխանությունների։ 8 տարի այս հարաբերությունները կային, չէ՞, այսպիսի բաներ չէին նկատվում։ Դե տեսեք, այստեղ գիտեք ոնց Մոսկվան բավականին հաշտ էր, բավականին սիրալիր։ Ես պարոն Մնացականյան, մի հատ մտավախություն ունեմ։ Գիտեք խնդիրը որն է, ես միշտ իմ հրաբարական ելույթներում այդ թվում ձեր հանկարծ այս ամենը բան չլինի։ Այո, այդ մեկ, հա, միտքը կարդում եք։ Եվ երկրորդը, ախր մենք միշտ տեսնում ենք, որ վերջում տուժում է ով։ Մեծ հաշվով էլի հայ ժողովուրդն է, հայ տնտեսվարողն է տուժում։ Այսինքն ուրիշ բան, երբ որ մենք ցույց ենք տալիս, որ այդ ծիրից դուրս ենք գալիս, մենք ինքնիշխան ենք, մենք այլ շուկաներ կա, որոնց հետ կարող ենք համագործակցել։ Բայց ուրիշ բան է, երբ որ այդ ժամանակատարության այդ մի этаպը մենք շատ լուրջ ֆինանսական միլիարդավոր դոլարների վնասներ ենք կրում, հատկապես հայ գյուղ տնտեսվարողը։
Խնդիրը այդտեղ են, տանապես իրանց քենապահությունը եւ վրեժխնդրությունը, բայց նաև դիվերսիֆիկացնելու հնարավորություն ենք ստանում տնտեսության։ Այո, Եվրամիության այս արտոնյալ պատուհանը, եթե իսկապես բացվի, որ հիմա հայտարարում են, չէ՞, բացվի։ Եթե իրոք գործի։ Այդ պատուհանում էլ կարելի է մնալ։ Եթե իրոք գործի, եւ եթե այդ տնտեսական չափորոշիչները, հաշվարկները այնպեսին կան, որ դրանով գոնե կակ մինիմում, եթե չտուժենք, գոնե կշահենք, որտեղ տրանզիտի պակա, տեսեք, հիմա նույն պրոդուկցիան հայտնվել է ուկրաինական շուկայում, Թուրքիայով, Բուլղարիայով, Մոլդովայով եւ այլն, այսինքն տրանզիտը ժամանակատար ընդ որում, որ այդ պրոդուկցիան փչացող է, հա, թարմ բանջարեղենի մասին է խոսքը մթերքի։ Հիմա այս մասով խնդիր է։ Այսինքն անգամ եթե մենք ունենալու ենք նոր շուկաներ, հասանելիությունը ապահովում ենք, բայց այդտեղ գյուղմթերքի որակական հատկանիշի որակը գցելն է, ժամկետների մեջ չտեղավորվելն է, տրանզիտի լոգիստիկայի։ Դա գործիք չի Հայաստանին ճնշելու։ Միանշանակ տուժում է ով ժողովուրդը, հիմա իրանք գիտեք ինչ մեթոդ են կիրառում, իրենք կպնում են հայ ժողովրդի ջեբին ֆինանսական վնաս տալուն, որ ժողովուրդը այդ Մեդվեդևի հայտնի խոսույթը, Մեդվեդևն է, չէ՞, ասում է, որ րոպեին գազը թանկանա, մտերքը թանկանա, ժողովուրդը ելնելու է Ռադանի այս իշխանությունները։ Նու իրանց տրամաբանությունը այդ դրա մեջ է։ Դա այն Մեդվեդևն է, որ նաև նախագահ է եղել, չէ՞, Ռուսաստանում։ Դե։ Հա? Դե, իր կտրուկ հայտարարություններով հանդերձ, ամենայն դեպս դա ընդունենք, որ դա նաև ռուսական դիրքորոշումն է։ Կա Ռուբիոյի արձագանքը հետաքրքիր է այսօր։ Հա, Ռուսաստանն այնքան էլ գոհ չէ Հայաստանի հետ մեր համագործակցությունից, հա։ Դե տեսեք, իրենք բերում կապում են այսօրվա այս լարվածությանը, բայց այստեղ նաև եթե մեջբերում ենք Ռուբիոյին, պետք է Զախարովային է մեջբերենք, Հիմա մեջբերեմ։ Հայաստանի քաղաքացիները պետք է փրկեն իրենց երկիրը ընտրություններում, հա։ Դե տեսեք, ինչ բանն է, չէ, ինչ հայտարարություններ են, ընդ որում ասում են ամեն մեկը իր դարդը հոգալու տեղը մեր դարդն է հոգում։ Էդի մարազմի մի կողմն է, ուրիշ է այստեղ խնդիրը։ Տեսեք, մեկը Իրանում է խրվել, մյուսը։ Հա, մեկը, հա, դա էլ հենց ում մեզ են ուզում փրկեն։ Այստեղ խնդիրը չէ, ուրիշ է, տեսեք, պարոն Մնացական, վերջերս շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ, վստահ եմ ձեր ուշադրության կենտրոնում չի վերաբերել կրիտիկական միներալների հետ հանքանյութերի բնական ռեսուրսների պայմանագիրը, որ կնքվել է, դա ավելի քան լուրջ ցայտնոդի առարկա է դարձել Ռուսաստանի համար, հասկանալի պատճառներով։ Իհարկե ես ինքս այդտեղ շատ լուրջ վերապահումներ ունեմ։ Դե այնտեղ գնում ամբողջությունիկի հատկապես օգտակար հանածոների, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի այդ հանքերը, որը որ կա, շահագործման այդ միներալների ռեսուրսների մասով պայմանագիր։ Պայմանագիրը ես ինքս նայել եմ, առաջին հայացքից նորմալ պայմանագիր է, բայց այդտեղ տողատակերում շատ լուրջ մտահոգություններ կա։ Հիմա ես մեր համար, ես հələ չեմ ասում ռուսները այդ ոնց կարող են հետո վերցնեն, մի քիչ ֆետիշացնեն, այստեղ մի ավելի լուրջ մտահոգություններ մտցնեն։ Խնդիրը մեր մասով է, բայց էդի է հիմնական առարկայական խնդիրը դարձել եւ իրենց այն որ ասում է խոսքի առարկա են դարձրել, որ հիմա իբր մեզ են փրկում, թե ձեր օգտակար հանածոներն ու բնական ռեսուրսները տալիս եք մեկ այլ հեգեմոն կերտելության։ Իբր մենք այսքան ժամանակ իրենք անմնացորդ չէին, իրենք ոչ մի բան չէին տիրապետում չունեին, հիմա մենք տալիս ենք Միացյալ Նահանգներին։ Իհարկե էլ եմ ասում, այստեղ նաև լուրջ խնդիր կա, որտեղ պարոն Մնացականյան, եկեք շիդակ խոսենք, երբ որ ես դիտարկում եմ այս իրադարձությունները, երբ որ գալիս են 40 րոպեում ունենց մի պայմանագիր են կնքվում, որը վերաբերում է երկրի ընդերքիդ, որը ռազմավարական կարևորություն ունի Հայաստանի եւ հայ ժողովրդի համար, պետության։ Այստեղ այդ պայմանագիրը 40 րոպեի ընթացքում չի։ Չէ, հասկանալի է, չէ, ի նկատի ունեմ, այդ պարզը չէ, որ պատրաստվել է, ի նկատի ունեմ դա այնքան առաջնահերթություն է տրվել, որ մարդը ճանապարհին եկել մտել այն, որ ստորագրությունը դնի գնա։ Հարցը այն է, որ այսին ինչքան կարևորություն ունի այդ բանը։ Հասկանալի է, որ դա նախ այդ այցը ինչ էր, ԱՄՆ-ի տրիպը իրագործվում է ամեն դեպքում։ Իրենք 3-4 հարց լուծեցին այդ մի 40 րոպեում։ Եթե փորձենք այդ ամփոփիչ, հա, այսպես ասենք ինչ էր դա, նախ ԱՄՆ ռազմավարության ներկայության ամրապնդումներ։ Այդ այո տրիպի մասով շահագործման արդեն գործնական փուլ մտցնելներ։ Այնտեղ հարավային Կովկասի ինտեգրումներ ավելի շատ այսպես աշխարհակահաղական արևմտյան այդ վեկտորին, հա, համակարգին։ Այնտեղ հասկանալի էր, որ ՌԴ-ի եւ Իրանի շրջանցելով նոր միջանցքային ճարտարապետության ստեղծումներ։ Այնտեղ հասկանալի էր, որ կարելի է դիտարկել, որ Չինաստանի 1 կոդի 1 ճանապարհի շրջանցման տարբերակներ, Միջին Ասիայի հայտնի ճանապարհից, հա, եւ այստեղ է, որ Ռուսաստանը նման
ագրեսիվ վարկագիծ է դրսևորում, հա, ընդ որում այս մասով Վրաստանն էլ ունի այդ մտահոգությունը, որտեղ մինչև այս իրենց տարածքով են, ընդ որում Քութայիսի Բաթում ճանապարհն էլ շահագործեցին, տվեցին շահագործման հենց այս պլանով ու ստացումը Հայաստանի մեջով է ուզում անցնել։ Այսինքն մեր 3 հարևաններ, այդ թվում Իրանը, Վրաստանը եւ Ռուսաստանը ոչ ցամաքային հարևան իհարկե, բայց այստեղ իրենք շատ լուրջ խնդիր են տեսնում։ Եվ այստեղ է որ հենց այդ խնդիրը իրենք բերում մատուցում են, որ ժողովուրդ հայ ժողովուրդ, ընդ որում իրենք խոսում են հայ ժողովրդի հետ արդեն։ Ասում են եկեք տեսեք Միացյալ Նահանգներն ա գալիս։ Էլի եմ ասում, ես շատ լուրջ վերապահումներ ունեմ այստեղ այս մասով, որովհետեւ Ռուսաստանը նույնը արել է Ուկրաինայում։ Անդերկի օգտակար հանածոների մասով։ Նույնը արել է Կոնգոյում, արել է Աֆղանստանում, արել է Իրաքում, Սաուդյան Արաբիայում, ինքը արել է Պարսից ծոցի ավազանում, արաբական թերակղզի երկրներում, Աֆրիկյան մի շարք երկրներում։ Հիմա տպավորությունն է, որ դե իրենք տիրապետում են, չէ, հայկական ինչպիսի ռեսուրսներ կա, ինչպիսի միներալներ կա, հազվագյուտ մետաղներ կա։ Իրենք հիմա եկել են կոպիտ ասած թաթը դնում են այդ բանի վրա։ Ռուսաստանն է հասկանում եք, ասում է չհասկացանք, բայց այսքան տարի զոնա վլիանիան, հա, մինիմում այդպես ձևակերպենք։ Մերներ հիմա դուք ոնց որ պարը, չէ, սրերով պետք է դիմալ։ Չէ, բայց այստեղ է ուրիշ բան տեղի չունենա, պարոն Մնացյան, չլինի որ մի աշխարհակական կենտրոնին եկավ փոխարինես մեկ այլ աշխարհակական կենտրոն։ Այսինքն ավելի հեգեմոն գերտերությունին փոխարինեցինք մեկ այլ հեգեմոն գերտերություն, որտեվ այդ գիտեք ինչ է, դա ոնց որ անվտանգության երաշխավորի խավորություն ենք փոխում։ Այդտեղ շատ դրա համար է տեսնում ենք, չէ, քաղաքական նոպաներ ենք տեսնում, քաղաքական կոմաներ ենք տեսնում, էլ կոլաբորացիոն սխեմաներ, ավտորիտարիզմը մի կողմից ասում են այ դիկտատուրա է արդեն, ընտրությունների հետ են բերում կապում արդեն, մի հատ գեղեցիկ sense փաթեթավորում են, ներքաղաքական մի հատ են ճգնաժամի մեջ են մտցնում այդ փաթեթը, արտաքին բան, հիբրիդային պատերազմ, այսպես է սիրուն բառերով խառնում են ժողովրդին, ժողովուրդն էլ արդեն ընտրության առաջ չգիտի ում ընտրի, ոնց ընտրի, հիմա մեկը ռուսամետ, մեկը արևմտամետ ու այս դիսկուսի մեջ պատկերացրեք ամսի 7-ին ժողովուրդը ինչքան պետք է խոհեմուսթափ լինի, որ ճիշտ գնահատական տա, իր քվեն ճիշտ մարդու տա։ Քվեն տալը մի խնդիր է, բայց գլխավոր գերագույն այստեղ հարցը ընտրությունները թափանցիկ, այո, միանշանակ օրենքի սահմաններում ոչ ոք չպետք է կասկածի այդ բայց դա այստեղ էլ էլի մտահոգությունների արդյունքներին ոչ ոք չպետք է կասկածի։ Գիտեք, մի հատ լավ բան ասեմ ձեզ, չլինելով իրավաբան, բայց այս ընդրական օրենսգիրք իշխան էլ ինքը իրենով, հա, մի հատ խայտարակ բան է։ Ինքը լավ կողմեր ունի այդ մասով, այդ ասում են հատկապես սահմանադրագետներն ու իրավաբանները։ Ասում են խախտելու հնարավորությունները մաքսիմալ քիչ է։ Միջամտության հնարավորություն կա, բայց քիչ է։ Հիմա այդ միջամտությունը գալիս է բաց լրացնի այդ եվրոպական այդ որ հայտնի խմբերը որ խնդրել են իդեմս արտգործնախարարության այստեղ այդ մտահոգությունը մեր նախորդ զրույցի ժամանակ ես այդ մտահոգությունը բարձրաձայնել եմ նույն մոլդովական սցենարի տարբերակը որ կիրառվել է ընդ որում Մոլդովայում շատ գոհ են հիմա դե ասում են նախադեպը կա ինչու՞ չէ որ Հայաստանում նույնը չանցկացնենք նույն ձևով խոսքը ընտրակեղծիքի մասին է Ես այդ բառը չէի ասի։ Միջամտություն, ընտրակեղծիկը մի քիչ ուրիշ ֆորմատ է, ուրիշ ձևաչափ է։ Աջակցություն, ես հիմա չեմ ուզի հենց այդ շագերտները բացեմ։ Ես ոնց եմ պատկերացնում այդ միջամտությունն ասածը։ Բայց այն որ հավաքական արևմուտքի նպատակը այս իշխանությունների վերարտադրություն դա փաստ է, դա աներկբա փաստ է։ Եվ հասկանում ենք, չէ, որ բոլոր խաղացողները աշխարհակական կենտրոնների ընդ որում մեծ հաշվով Ռուսաստանն է։ Վստահ եմ ասում, դեմ չեն այս իշխանությունների վերարտադրմանը։ Այսպես մի նայեք, հենապահության կադրեր։ Լավ, 4 օր մնաց։